Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր պարապելու ենք դաս 45-ը, էջ 80-ից 81 էջերի առաջադրանքներին ենք կատարելու ենք հանում 20-ի սահմաններում, բայց մինչ դա կբացատրենք, նախ եւ առաջ կատարում ենք 4-րդ, 6-րդ եւ 8-րդ առաջադրանքները։ Առաջադրանք 4-ը շարունակելով մեկը մյուսին կատարեք գործողությունները։ 12-ից հանած 2 հավասար է 10-ի, կամ մեկը մյուսին են շարունակում, կամ կարող են նաև խմբով ասել 10-ին գումարած 6 հավասար է 1 տասնյակ 6 միավոր 16, 16-ից հանած 6 հավասար է 10-ի, 10-ին գումարած 4 հավասար է 14, 14-ից հանած 4 հավասար է 10-ի, 10-ից հանած 7 հավասար է 3-ի, 3-ին գումարած 7 հավասար է 10-ի և 10-ից հանած 6 հավասար է 4-ի։ Առաջադրանք 6-ը, քանի խորանարդիկ կա յուրաքանչյուր խմբում։ Երեխաներին առաջարկում ենք վերջից գալով հաշվել։ Նայում ենք, որ եթե այստեղ 2 խորանարդիկ է, նշանակում է 1 խորանարդիկով ավել է հարևանը, 3 խորանարդիկ, մեջտեղում ևս 1, 4, 2-ը այստեղ 6, 7, 8, 9, առաջի խմբում կա 9 խորանարդիկ։ Հաջորդն ենք հաշվում, 3 հատ ամենավերջինն է, 2, 1, 6 խորանարդիկ, 7, 8, 9, 10, 11, 12, 12 խորանարդ կա երկրորդ խմբում։ Երրորդ խմբում ենք հաշվում, քանի խորանարդ կա, ամենաբարձրն ենք հաշվում, 3 հատ իրար վրա է դրված, 3, 2 էլ, 3-ին գումարած 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 11 խորանարդիկ էլ կա երրորդ խմբում։ Առաջադրանք 8-ը, ծառին նստած էին սկյուրիկներ, շնիկին տեսնելով սկյուրիկներից 3-ը վախից փախան, 5-ը մնացին ծառին, քանի սկյուրիկ կար ծառին, եկեք փախած սկյուրիկներին հետ բերենք, եթե 3-ը փախել էին, իսկ 5-ը մնացել, հետ բերենք 3-ին, 5-ին գումարած 3 հավասար է 8 սկյուրիկ, սկզբում կար 8 սկյուրիկ։ Ներքևից վերև հեշտականությամբ ասա, թե որ սկյուրիկն է աջ նայում, որը ձախ։ Առաջին սկյուրիկը նայում է աջ, երկրորդը ձախ, երրորդը ձախ, չորրորդը ձախ, հինգերորդը աջ։ Կարելի է հարցնել, քանի սկյուրիկ է նայում ձախ, 3 սկյուրիկ նայում է ձախ, քանի սկյուրիկ է նայում աջ, 2 սկյուրիկ նայում է աջ, իսկ շնիկը որ ուղղությամբ է նայում, շնիկը նույնպես նայում է ձախ։ Այժմ բացատրում ենք 20-ի սահմաններում հանում, երբ երկնիշ թվից հանում ենք միանիշը և ստանում միանիշ թիվ։ Նախ գրքի օրինակով ենք բացատրում, հետո կազմությունով։ 12 ուլունքներից 6-ը պիտի հանեն, տեսեք, 12-ը կազմված է 1 տասնյակից և 2 միավորից, սկզբում 2 միավորն ենք հանում, հետո շարունակում ենք 3, 4, 5, 6, 6-ը հանեցինք, հաշվում ենք, եթե 2-ը հանել էինք, մնացել էր 10-ը, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի, ուրեմն 12-ից հանած 6 հավասար է 6։ Նույն ձևով հաջորդը 18-ից հանած 9, 1 տասնյակ 8 միավոր, սկզբում տասնավորին ձեռք չենք տալիս, 8-ից հանում ենք 8 միավորը, ստանում ենք 1 տասնյակը, և 1-ն էլ հանում ենք տասնավորից, 10-ից էլ հանած 1 հավասար է 9-ի, քանի որ 9 կազմված է 8-ից և 1-ից։ 13-ից հանած 8, 1 տասնյակ 3 միավորից պիտի հանենք 8 միավոր, 8 միավորը կազմված է 3-ից և 5-ից, սկզբում 13-ից հանում ենք 3-ը, մնում է 1 տասնյակը, 1 տասնյակից էլ հանած 5-ը հավասար է 5-ի, 13-ից հանած 5, 5 միավորը կազմված է 3 միավորից և 2 միավորից, 5-ի կազմությունն ենք ասում, սկզբում 1 տասնյակ 3 միավորից հանում ենք 3 միավորը, ստանում ենք 1 տասնյակը, հետո էլ հանում ենք մնացած 2-ը, հավասար է 8-ի, 1 տասնյակ 5 միավորից հանած 1 տասնյակը, տեսեք, 1 տասնյակը ամբողջությամբ դուրս է գալիս, մնում է 5 միավորը։ Նույն ձևով կատարված է առաջադրանք 2-ի շարունակությունը, պարզապես շրջանակները, ուլունքները կանաչ գույնով են ներկված։ Այժմ ես ցույց կտամ թվի կազմությունով ինչպես կարելի է բացատրել։
12-ը կազմված է 6-ից և 6-ից։ Եթե 12-ից հանենք 6, ապա կստանանք 6։ 13-ի կազմությունը նայում ենք, եթե 13-ից պիտի հանենք 8 կամ 5, նայում ենք, որ 13-ը կազմված է 8-ից և 5-ից։ Եթե 8-ը հանում ենք, ապա մնում է 5-ը, եթե 5-ն ենք հանում, մնում է 8-ը։ 18-ը կազմված է 9-ից և 9-ից։ Եթե 9-ը հանենք, կմնա 9։ 15-ն էլ կազմված է 10-ից և 5-ից, 10-ը հանենք կմնա 5-ը, 5-ը հանենք կմնա 10-ը։ Կամ ամենաճիշտ և ամենահեշտ տարբերակը միանիշ թիվը երկու թվերի գումարի տեսքով ներկայացնելն է։ Ուշադիր նայում ենք 12-ից հանած 6, նայում ենք 1 տասնյակ 2 միավոր։ Ամենահեշտը, որպեսզի կլոր տասնյակ ստանանք, մենք պիտի հանենք այս 2 միավորը։ Այսինքն 6-ի կազմության մեջ մենք ցույց ենք տալիս այն կազմությունը, որ առաջի ճյուղին, օրինակ 6-ը կազմված է 2-ից և հետո գտնում ենք մնացած թիվը։ Ինչու 2-ից, որովհետև պիտի 12-ից հանենք 2, որպեսզի ստանանք կլոր տասնյակ։ 6-ը կազմված է 2-ից և 4-ից։ 12-ից հանած 2 հավասար է 10-ի, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ 18-ից հանած 9, 9-ի կազմությունը ցույց ենք տալիս, նայում ենք միավորին, առաջի ճյուղին պարտադիր պիտի լինի 8 թվանշանը։ 9-ը կազմված է 8-ից և 1-ից։ Եթե 18-ից 8-ը հանենք, կստանանք 10-ը, կլոր տասնյակը ստացանք և մնում է հանել ևս 1։ 10-ից էլ հանած 1 հավասար է 9-ի։ Հաջորդ օրինակում 8-ի կազմությունը պիտի ցույց տանք, նայում ենք միավորին, այո, առաջի ճյուղին պիտի լինի անպայման 3։ 8-ի կազմությունը 8-ը կազմված է 3-ից և 5-ից։ 13-ից հանած 3 կլոր տասնյակը ստացել ենք արդեն և հանած 5 հավասար է 5-ի։ 13-ից հանած 5, նորից նայում ենք միավորին, առաջի ճյուղին պիտի լինի 3։ 5-ը կազմված է 3-ից և 2-ից։ 13-ից հանած 3 հավասար է 10-ի, 10-ից էլ հանած 2 հավասար է 8-ի։ Միաժամանակ երեխաներին առաջարկում ենք սովորել 14-ի կազմությունը։ Առաջադրանք 3-ը կատարիր գործողությունները հետևելով Աննայի խորհուրդներին։ 11-ին 3 գումարելու համար 11-ից 3 միավոր հաշվում եմ աջ, իսկ հանելու համար 3 միավոր ձախ։ Կանոնի օգնությամբ կարելի է կատարել գործողությունները։ 7-ին գումարած 4, գտնում ենք 7-ը, 4 գումարելու համար 4 միավոր տեղափոխում ենք աջ։ 1, 2, 3, 4, հավասար է 11-ի։ 7-ից հանած 4, 7-ից 4 միավոր տեղափոխում ենք ձախ։ 1, 2, 3, 4, ստացանք 3, 7-ից հանած 4 հավասար է 3-ի։ Նույն ձևով կատարում են հաջորդ առաջադրանքները։ Եվ գրավոր գրում ենք առաջադրանք 5-ը, հաշվում են արտահայտության արժեքը։ 16-ից հանած 6, սա արդեն շատ ենք լուծել, երեխաները անմիջապես գտնում են պատասխանը 10-ը, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ 17-ից հանած 7, մեջտեղում գրում ենք 10-ը, առաջին գործողության պատասխանը, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ 18-ից հանած 8 հավասար է 10-ի, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ Հետևում ենք, որ նայում ենք օրինաչափությունը բոլոր պատասխանները 6 են, 16, 17, 18, 6, 7, 8։ Երեխաները հաջորդ օրինակը կազմում են ինքնուրույն։ 19, այսինքն նվազելին 1-ով մեծանում է, հանելին նույնպես 1-ով մեծանում է։ 19-ից հանած 9 10-ը, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ Մյուս օրինակները հանձնարարում ենք երեխաներին կատարել ինքնուրույն։ Եվ վերջում լուծում ենք խնդիր 7-ը։ Երկու օղակից կազմված բեկյալի երկարությունը 16 սանտիմետր է։ Հիշում ենք բեկյալի մասին ինչ գիտենք։ Բեկյալը կազմված էր օղակներից։ Հատվածները, որոնցից կազմված է բեկյալը, կոչվում էին օղակներ։ Այս բեկյալի ամբողջ երկարությունը 16 սանտիմետր է։ Օղակներից մեկի երկարությունը 6 սանտիմետր է։ Պետք է գտնենք հաջորդ օղակի երկարությունը։ Ինչ որ մի թվի գումարել եմ 6,
և ստացել է 16, այս անհայտ թիվը գտնելու համար պետք է ամբողջից հանել հայտնի թիվը։ Պայմանը խնդրի այն է, որ բեկյալ գիծը կազմված է երկու օղակներից, առաջին օղակի երկարությունը 6 սանտիմետր է, երկրորդ օղակինը չգիտենք որքան է, բայց ամբողջ բեկյալի երկարությունը 16 սանտիմետր է։ Խնդրի պահանջն է, որքան է երկրորդ օղակի երկարությունը։ Խնդրի լուծումն ենք առաջարկում երեխաներին, երեխաների մեծամասնությունը կարողանում է արագ ասել, երբեմն երեխաները սխալվում են և ասում են 6-ին գումարած 10-ը հավասար է 16-ի, այս դեպքում մենք նրանց հարցնում ենք, իսկ դու որտեղ ես տեսնում 10-ը, երբ երեխան տեսնում է, որ ինքը խնդրի մեջ, պայմանի մեջ 10-ը չի տեսնում, գտնում է իր սխալը և ասում 16-ից հանած 6 հավասար է 10 սանտիմետրի, երկրորդ օղակի երկարությունը 10 սանտիմետր է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։